Մերձմոսկովյան Ադենցովը դպրոցի երեխաների սպանությունը, հրաշագործ ռուսկի միրը, ապականի վեհությունն ու առաքինությունը չակարտավորեց մի շաբաթվա կտրվածքով Ռուսաստան տեղի ունեցավ երեխեքի սպանությունների քրոնիկոն անդրադառնալի ամենով, այդ է ռուսկի միրը եւ մենք դեռ զարմանում ենք, թե մեր ազգային մեր պետական իրականության մեջ ասած այլասերված լպերշությունը, դա ռուսկի միրի ուղղակի արտացոլանքն է։ Ինչքան էլ թուրքեր, պարսիկներ, արաբներ, քոչվորներ թալանը տերորը մենք նշում ենք, իրենք ընտանիքը չեն պաղցել, դա տարբեր բաներ են ընտանիքի մեջ, ոչ մի թուրքական, քրդական, արաբական, քոչվորական դες լպերշություն չկա, ինչքան ռուսկի միրում, ռուս ընտանիքում է, այս մի շաբաթվա կտրվածքով հայրը իր 2 տարեկան երեխան ընդամենը փրտիկ արել, որտեղ ալկաշություններ անում, մերը գնացել էր խանութ, երեխուցենը իրան խանգարում էր, մինչդեռ Հարևանը երիտասարդ մորը իր 6 տարեկան երեխու հետ փրտիկ անում էր, որտեղ երեխու աղմուկը իր սաբուտիլնիկների հետ խանգարում էր։ Դա էս մի շաբաթվա հրապարակված քրոնիկոնն է։ Լենինգրադում, Պիցերում դպրոցականը ուսուցիչին դանակահարել, ու ծանր ընթացքում ինքն էլ վիրավորվել, ինչա գնահատական իրան չի բավարարել, ընդ որում այդ երեխու ծնողը դպրոցում դասատու է եղել։ Իսկ Ադինցովի գոտ 2-ի դեպքը вообще абսուրդի ժանրից է, հատուկ այդ դպրոցում էլիտար, ընդ որում էլիտար դպրոցում այդ երեխան եկել է, նոր ուսուցիչ, որը կարծում տաջիկ է, դրան սպանելու, ուսուցչուն սպանելու, չի գտել, վիրավորել է ախրանիկին, այնտեղ 2 երեխու է վիրավորել, նրանք հասցրել են նույնիսկ 10 տարեկան այդ երեխուն դանակով վզի հարվածներով անողոք սպանել է, մի հատ սելֆի արել, վերջում երեխեքը փախել են դպրոցներից հարակիստաններով դասատուների հետ, բնակիչները պատասպարել են, մի 2 երեխայի զալոժնիկ պայելով շտուրմը վերցել են, բայց պարզվում է ռուսները աջակցություն են հայտնում այդ մանյակ մարդասպանին, որտեղ չուր կա Չեռնոժոպի խաչա սպանել ու աջակցում են այդ ծնողներին, ընտանիքին, այնտեղ ռուսկի общինան, այնտեղ աջակցության մարշա իրականացել հարյուրավոր մարդկանց ռուսը, որ ընդամենը 2-3 հոգի միտինգ են անում, 10 տարով այդ մարդկանց մխում են, ձերբակալում են, իրենք հարյուրավոր մարդկանց դիմակավոր ֆակելներով, ջահերով աջակցության մարշ են իրականացրել։ Պարզվում է, որ այդ մանյակ մարդասպանի ծնողը ռուսկի общինի, այսինքն ռուս ֆաշիստական այդ պարագլուխներից մեկն է եղել։ Տենց շարունակ։ Եվ սա այս մի շաբաթվա մեջ այդ հրապարակած քրոնիկոնն է, հրաշագործ է ռուս ազգը, ռուսկի միրը, ռուս արժեքամակարգը, մեր էլիտաներ կոչեցյալների այլասերվածությունը, բիզնես, քաղաքական, հոգևոր, նաև մշակութային հետի այդ ռուսկի միրից է գալու, որտեղ իրենք միշտ եղել են այդ կանալիզացիա կեղտերին են գտել, դրել են մեյդան։ Մեր իրականության մեջ այս 30 տարվա ընթացքում տենց դեպքեր կտենակ, 2-3 հատ կարող է լինի, այս վերջերս Քարշաթախի սպանությունը, 2 տարի առաջ այս Պեմզաշենի սպանությունը, հետո տենց 2 դեպք էլ եղել է, այնտեղ մի հատ Պրիմյակովի սպանությունը, որը ռուսա եկել է հայ ընտանիքին փրտել է, հասկանում ենք էլ, որ ռուսը ռուսին է ձև անում, հային Խիչկյանի, այն էլ պարզվում է, որ ռուս սպեցն ազնամտել տենց արել ու այսպիսի բազմաթիվ օրինակներ ապացուցում են, որ մենք այդ այլասերված, հեղաթուրված, ապակամած, բացված հասարակության պետական միավորի ազդեցության ոլորտում գտնվելով, դարձել որ այսքան էլ կան, դա մեր ազգային վեհության ու մեծության շնորհքն է։ Ռուս ազգը չունի սրբություն, չունի օրենքի պաշտություն, չունի բարոյական են համամարտկային արժեքահամակարգ, անբարոյականների լպիրջների ամեն առումով անբարոյական լպիրջների, արկաշների ուտեն լափեն, իրար դոմփեն, համակարգում մեկը մյուսին ծախի, դա ես գիտեմ թե բոլշևիզմի պաբոշնի էֆեկտն է, բոլշևիզմն այդ տարածել բանարել, բայց չէ, միշտ այդպես են եղել ռուսները։ Ռուս հայտնի կոմպոզիտոր Գլինկին, երբ որ ռուս ցարերի համար լավ երաժշտություն բանա գրում,
միևնույնն է, թոն փախնում է երկրից, լքում է երկիր, երբ որ Գերմանիա է գնում, մշտական բնակության Ռուսաստանի սահմանը մի ոտ անցնում է, մինչև վերջանում է, զանգուլակներն էլ որ երևա ամեն ինչով շորերը գցում է այդ սահմանից ենքում ու բարձրացեն ասում, որ դաժե մի փշրանք այդ Ռուսաստանից իմ վրա չմնա, ես պիտի այս պիղծ երկրից, այս պիղծ հասարակությունից ազատեմ, դա Ռուսի հանրահայտ այդ գրինկա կոմպոզիտորն է, այնտեղ Մասադովի ելույթը կա, որ Ռուսը ոչ մի սրբություն արժեքներ չունի ու պարզվում է, որ Չեչնիայի հարձակվելով այդ ամենը իրականացվել է, այդտեղ ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինացը նույն ռուսն է, ոնց որ մենք հայերի մեջ բարբարների տարբերությունն է, նույնն էլ ուկրաինացին ու ռուսն են, նույն սլավոն ազգի տարբեր ցեղային միավորում է, բայց ինչ անողոք կոտորածներ է իրականացվում ուկրաինացիների հանդեպ, որ նույն սլավոն ազգն են, ու մենք դեռ լվեյության կամ սպասելիքներ ունենք ռուսից, այս օկուպացիոն ռեժիմից